Շնորհակալություն, հարգարժան գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում այսօր առկա է հետևյալ իրավակարգավորումը. Եթե որևէ իրավաբանական անձ, լինի դա կոմերցիոն ձեռնարկություն, լինի դա հասարակական կազմակերպություն, քաղաքական կուսակցություն եւ այլ որևէ իրավաբանական անձ ունի որպես սեփականություն շարժական գույք, այդ շարժական գույքը վարելիս որևէ անձ իրավաբանական անձի ղեկավարի հետ կապ չունեցող կատարում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, դրա համար հակասելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու բազմաթիվ այլ օրենքներին, վարչական վարույթ է հարուցվում եւ տուգանվում է խախտման հետ որևէ կապ չունեցող իրավաբանական անձի ղեկավարը։ Լինում են դեպքեր, երբ կազմակերպությունը չունի մեկ ֆիզիկական անձ որպես իրավաբանական անձ եւ այդ դեպքում առաջանում է առհասարակ բաց իրավական չկարգավորված դաշտ։ Մասսայական բնույթ կրող Հայաստանի քաղաքացիների շահերի եւ իրավունքների ոտնահարում է։ Իմ բերած իրավակարգավորմամբ առաջարկվում է նախկինի պես ծանոթել իրավաբանական անձանց, ստանալ պատասխան, թե ով է իրականում կատարել խախտումը, կամ այլ կերպով փոխլրացնել գործընկերներիս կողմից առաջարկված ձևերով եւ իրավիճակը փոխել։ Սրա շուրջ է խոսքը գնում եւ ես առաջարկում եմ քվեարկությամբ հնարավորություն տալ, չնայած հանձնաժողովի կողմից տրված հակասական եզրակացությանը, հակասական շեշտում եմ, ստեղծել հնարավորություն լիագումար նիստում քննարկել եւ հարցին տալ լուծում։ Հակառակ պարագայում լինելու է ինչպես միշտ, մեծամասնությունն ասում է բերեք քննարկենք, բերեք ընդհանուր փաթեթի մեջ, հետո յուրացնելով առաջարկներս բերում է իր սեփական նախագծերի շրջանակներում առանց տառացի փոփոխությունների։ Քվեարկության է դրվում ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն Կողմ 51, դեմ 51, ձեռնպահ 5, որոշումը չի ընդունվել։